Ողջույն հարգելի ռադիո լսողներ եւ ռադիոդիտողներ, կրկին Թեքինգշապտին է եւ դուք լսում կամ դիտում եք Թեք համայնք հաղորդաշարը։ Ես Մարիամ Հովհաննիսյանն եմ, առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության համայնքային զարգացման եւ գործընկերությունների ղեկավարը։ Եվ այսօրվա իմ հյուրն է Nur Games ընկերության ղեկավար Նարեկ Աղեկյանը։ Ողջույն Նարեկ ջան։ Ողջույն։ Շատ ուրախ եմ, որ ընդունեցիր հրավերը։ Ես եմ շնորհակալ։ Առաջին անգամ մենք խոսելու ենք հենց ընդհանուր խաղային ոլորտի մասին։ Կուզեմ սկսենք նրանից, թե ինչպես սկսվեց քո ուղին այս ոլորտում ու ինչը քեզ ոգեշնչեց ստեղծել Nur Games-ը։ Շատ պատահական եմ մուտք գործել ոլորտ։ Ուրեմն մեր ընկերությունում կրճատումներ էին, իսկ այդ ընկերությունում ես նոր աշխատակից էի եւ իմ աշխատավարձը բարձր էր ու շատ հարմար տեխնացու էի կրճատվելու, այդպես ու աշխատանք էի փնտրում ու ընկերներիցս մեկը ուղարկեց աշխատանքի հայտարարություն խաղային ընկերությունում, մերժեցի ընկերոջս, որտեղ ասացի, որ բան չեմ հասկանում խաղերից, հետո մյուս ընկերս էլ այդ նույն հայտարարությունը ուղարկեց, ասաց սենց հաստիկ կա էլի, կուզես դիմես, ասացի, որ տեսել եմ, մերժել եմ, ասաց այդտեղ մարդ կա, որ այդ ընկերությունում աշխատում է, պիտի շատ տարբեր չլինի, ես այն ժամանակ ծրագրավորող էի, ասաց պիտի շատ տարբեր չլինի, արի մի հատ կարանք զանգենք, հասկանանք իրանք շատ տարբեր բան են անում քո գիտելիքներից, թե չէ, ու տենց բարձրաց որ չէ, շատ տարբեր չեն, եւ տենց շատ պատահական դիմեցի ու ընդունվեցի, բայց հենց հարցազրույցի փուլից արդեն ակնհայտ էր, որ այդ ուրիշ ոլորտ է, հարցերի բնույթից, հետաքրքրությունից, բարդությունից ու անկեղծ ասած հենց հարցազրույցի փուլում դա ինձ դուր եկավ, նկատեցի տարբերությունը, դա 13 տարի առաջ էր ու մինչև հիմա ես ոլորտին սիրահարված եմ։ Գնալով ավելի, ինչքան շատ եմ իմանում այդ ոլորտի մանրամասները, այնքան ավելի դուրեկան է դառնում, այդտենց։ Միջանկյալ հարց տամ միջև պատմես թե Nur Games-ը ոնց սկսեցիր, ինչով է խաղային ոլորտը տարբերում ընդհանուր մեզ հայտնի, այսպես ասած, տեխնոլոգիական ոլորտից։ Առաջադրանքները խաղային ոլորտում շատ բարդ են, որովհետև նախ կա բոլոր ոլորտի կտորներից կարա խաղային ոլորտում հանդիպի։ Եվ այնտեղ performance-ի հետ կապված, այսինքն արագագործության հետ կապված պահանջներն են մեծ, որովհետև վայրկյանում 60 անգամ կադրը պիտի թարմացվի ու պիտի հաշվարկներ կատարվի, թե հաջորդ կադրում ինչ է ցույց տրվում, մեջը կա կտոր գիտության հետ կապված, հա, մաթեմատիկա է պետք իմանալ, ֆիզիկա է պետք իմանալ, ինժեներություն է պետք իմանալ, այսինքն բաները գիտելիքի ծավալը, որ քեզ պետք է խաղային ծրագրավորող լինելու, շատ ավելի լայն է ու դրանով հենց նաև բարդ է ու հետաքրքիր։ Իսկ հենց Nur Games-ի հիմնադրումը որ պահից դու զգացիր, որ ուզում ես գնալ այդ բարդ ձեռնարկատիրական ճանապարհով, որտեվ դու վերջերս քո ելույթներից մեկի ժամանակ ասում ես, որ Elon Musk-ին ես ցիտում, ասում ես, որ ձեռներեցությունը դա նման է կանգնել անդունդին, նայել անդունդին ու ապակի ուտել, հա։ Ոնց ինչպես ստացվեց, որ հենց այդ բարդ ճանապարհը որոշեցիր։ Ես դրա մասին չգիտեի, որ այդ բարդը հեշտ է չգիտեի, ես ուղղակի տարբեր տեղեր ամեն հաջորդ տեղը, որ ընդունվում էի աշխատանքի, ճոխ ակնկալիքներ ունեի, ուզում էի, որ թիմի մշակույթն ու մթնոլորտը լավը լինեն, թիմի իմ գոլեգաներն ուժեղ լինեն, որ պրոյեկտը ստեղծագործական լինի, որ տեխնոլոգիաները նոր լինեն, այսինքն տենց իմ համար աշխատանք շատ կարևոր է, շատ։ Դա մեծ տեղ ունի իմ կյանքում ու ես ուզում էի, որ այդտեղ ես կոմպրոմիսներ չունենամ։ Այն աշխատանքը, որ ես անում եմ, բոլոր պարամետրերով ինձ դուր գա։ Չէի ուզում որևիցե կարևոր բաղադրիչ զոհաբերեի, ոչ միայն չէի ուզում, այլ չէի կարողանում։ Ու տարբեր տեղեր փորձելուց հետո հասկացա, որ չեմ կարողանում դա գտնել ու ուրիշ տարբերակ չկար։ Ստեղծելու տարբերակը ոնց որ միակ տարբերակն էր։ Իսկ ընդհանուր խաղային ոլորտը աշխարհում ինչպիսի զարգացումներ ունի ու Հայաստանում
ինչ ունենք հիմա ընդհանուր իմ տեղեկություն, այսինքն ես ընդհանրապես խաղեր չեմ խաղում, տենց շատ տեղեկացված չեմ խաղային ինդուստրիայից, բայց գիտեմ, որ Հայաստանում մատերի վրա կարաս հաշվես այն բոլոր ընկերությունները, որ կան, ինչի է դա այդպես, արդյոք որ բարդ է դրանից է ու ընդհանուր առմամբ մենք ունենք այդտեղ պոտենցիալ զարգացման։ Պոտենցիալ վստահ եմ, որ ունենք, որովհետև հիմնականում աշխատանքի արդյունքը կախված է մտավոր աշխատանքից, իսկ մտավոր աշխատանքի մասով մենք գիտենք, որ պոտենցիալ ունենք տարբեր ոլորտներում, այդ թվում նաև խաղային ոլորտում դա փորձով ապացուցված է։ Իսկ Հայաստանում ինդուստրիան շատ փոքր է, ձևավորման փուլում է, չնայած որ ես այն օրը նայում էի առաջի խաղը, որ ես ուսանող ժամանակ խաղացել եմ, որ հայկական արտադրության է եղել, դա 2005 թվին լույս տեսած Երևան Drive խաղն է եղել։ Այսինքն հիմա 2025 թվականն է ու 20 տարի առաջ հայկական խաղային արտադրություն է եղել եւ 20 տարվա մեջ հիմա ոլորտը բաղկացած է երևի մոտ 10 հայկական ընկերությունից, ընկերությունները փոքր են, նույնիսկ միջին չափի չեն, մասնագետների քանակը երևի 200-ին մոտ է, հստակ ստատիստիկա չկա, ուղղակի այնքան փոքր է, որ տենց իրար ճանաչում ենք, մոտարապես գիտենք որտեղ ինչքան մարդ է աշխատում, կարող է մի քիչ պլյուս մինուս, բայց խոշոր տարբերություն չի լինելու թվերի մեջ եւ դրա պատճառը մեզ հետաքրքիր էր, մենք ուզում էինք հասկանալ ինչու է դա տենց, ինչի ուրիշ երկրներում ավելի զարգացած է, ավելի շատ խաղաստեղծներ կան, իսկ Հայաստանում չէ։ Որ երկիրն է, որ ամենաշատ խաղաստեղծներով աչքի անկնում։ Բազմաթիվ երկրներ կան, նույն Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ճապոնիան, Չինաստանը, Ֆինլանդիան, Թուրքիան, հիմա արդեն Վիետնամն է սկսել, այսինքն բազմաթիվ երկրներ կան, որ շատ զարգացած, Ֆրանսիայում կա բավականին մեծ հաջողություններ, Իսրայելում, մի խոսքով բազմաթիվ երկրներ կան, որ այդ ոլորտը շատ մեծ է, շատ ուժեղ է, ու օրինակ վերջերս մենք Ֆինլանդիայում ենք, Ֆինլանդիայի խաղերի ստեղծման ոլորտը սուպեր հաջողակ է, շատ հզոր պատմություն ունեն ու զրուցում ենք այնտեղի այն մարդկանց հետ, ովքեր որ այդ ոլորտի ձևավորման process-ում կարևոր դեր են խաղացել։ Մի քանի հոգի այդպիսի բախտ վիճակվեց, այդպիսի մարդկանց հետ ծանոթացրեցին, շփվեցինք, շատ երկար զրուցեցինք, իրենք ներկայացնում էին նախադրյալները, ինչ են սիրել, ինչ են արել, մշակութային ինչ կտորներ է եղել, մի խոսքով շատ երկար պատմություն է, իրոք կարևոր նախադրյալներ եղել է, բայց գլխավոր բանը, որ կարելի է առանձնացնել, այդ այն է, որ իրանք նպատակաուղված աշխատել են, որպեսզի այդ ոլորտը դառնա ոլորտ, իրանք եղել են միասնական, իրանք հասկացել են, որ դա ինքն իրան ստեղծվող մի բան չի։ Այսինքն պետքա ոլորտի մասնագետները հավաքվեն, դնեն իրանց առաջ խնդիր, այդ խնդիրը պիտի լինի երկարատև, դա չի կարող ասենք 1 տարվա, 2 տարվա խնդիր լինի։ Եվ շատ հստակ ծրագրեր պետքա արժեքներ ունենալ ընդհանուր գործողություններ այդ արժեքների շուրջ, ընդհանուր նպատակ, համայնք ստեղծել այդ արժեքների ու այդ նպատակի շուրջ ու պետքա գնալ առաջ այնքան մինչև որ հաջողությունը գա, ընդ որում դա միայն մասնավորի աշխատանք չի, այդտեղ իրանք աշխատել են նաև պետության հետ, ընդհանուր բոլոր այդ ուժերը միտեղ մոբիլիզացրել են, կարողացել են ստանալ այդ արդյունքը, մասնավորապես իրանք որ պատմում էին, ասում էին, որ երկար ժամանակ պետությունը ներդրումներ արել, մոտարապես 10 տարի ներդրում արել ոլորտի մեջ, մոտարապես սխեման այս է եղել, ենթադրենք դուք որպես ընկերություն ներգրավում եք ինվեստիցիա, պետությունը ինչքան որ ներգրավել եք, ենթադրենք այդքան էլ ավելացնում է, ինչ որ պայմաններ կան, հա, պետքա ասենք, չգիտեմ, SSS պայմաններին բավարարեք, եթե ինվեստիցիա եք ստանում, պետությունն էլ աջակցում է, օգնում է։ Եվ ասում եմ, որ 10 տարի շարունակ պետությունը ինվեստ է արել ու ոչինչ չի ստացել, մինչև առաջի մեծ հաջողությունը, որը մեկ հաջողությամբ եկել փակել է ամբողջ 10 տարվա ինվեստիցիան եւ մի բան էլ պետությանը հարկերի տեսքով ավելի, այսինքն պլյուս են վերջի վերջո
կարողացել են այդ ինվեստիցիաները հետ բերել եւ պետությունը նաեւ հավելյալ արժեք է ստացել։ Եվ էսա ինքը մեծ ճանապարհ է ու պետք է այդ նպատակը դնել ու այդ ուղղությամբ աշխատել, ինքն իրան չի ստեղծվելու։ Իսկ Հայաստանում կա որևէ պետական աջակցություն այդ իմաստով։ Կարծում եմ, որ մենք пассив ենք եղել այդ առումով, մենք նույնիսկ այս առաջի կտորը որպես համայնք չենք ֆիքսել մեր համար, որ մենք պետքա հավաքվենք ու այդ նպատակը դնենք, իրար հետ համագործակցենք, այդտեղ մի քիչ հավի ձվի պատմություն կա, որովհետև երբ որ ընկերությունները ինքը շատ դժվար ճանապարհ է, ստեղծագործական ճանապարհ է եւ այդ ճանապարհը ստիպում է ունենալ բազմաթիվ խնդիրներ ու դա բնականորեն ստիպում է ընկերություններին կենտրոնանալ իրենց գոյատևման այդ օրվա կարճատև նպատակների վրա, որը բերում է նրան, որ ընկերությունները երկարատև պլանների դա դիտարկում են որպես ճոխություն։ Երբ որ դիտարկում են որպես ճոխություն, որպես արդյունք ստացվում է այնպես, որ դու անընդհատ գոյատևման փուլում ես, անընդհատ այ մի քիչ ես հարցը լուծեցիր, մի քիչ լավ եղավ, բայց քանի որ շատ հեռու չես նայել, հիմա նորից էլի խնդիր է առաջացել, նորից պետք է գոյատևման հարց լուծես։ Իմ կարծիքով այդ հավի ձվի պատմությունն է, որ այդ խնդիրները ստիպել են կենտրոնանալ այսօրվա խնդիրների վրա, խնդիրների մեծությունը ստիպել է, որ այսօրվա խնդիրների վրա կենտրոնանա համայնքը, կոնսոլիդացիա չի եղել, ընդհանուր նպատակներ չի եղել, միջոցառումներ բավարար չի եղել ու հիմա ունենք այն ինչ որ ունենք, բայց մենք ուզում ենք այդ կծիկը քանդենք, ինչ որ մի ծերից, ինչ որ մի պայից պետք է սկսենք։ Ինչ է կանում դրա համար։ Nur Games-ը տարիներ շարունակ բազմաթիվ միջոցառումներ է կազմակերպել համայնքի համար։ Օրինակ 26 թվականի հունվարին 10-րդ անգամ կազմակերպելու ենք Global Game Jam-ը, որը աշխարհի ամենամեծ խաղերի հակատոնն է, մեկ շաբաթվա, մեկ վիկենդի ընթացքում, մեկ շաբաթա վերջը, այսինքն 48 ժամում տեղում թիմեր են ձևավորվում ու 48 ժամում թիմերը խաղեր են ստեղծվում տրված թեմայով։ Այդ տարի այտենց Global Game Jam-ի կազմակերպիչները նոր թեմա են տալիս, բոլորը սկսում են աշխատել։ Դա օրինակ բերել ենք Հայաստանում դա արդեն 10-րդ անգամ է կազմակերպվելու, Հայաստանում կազմակերպել ենք G-Con կոնֆերանսը, այս տարի կազմակերպեցինք 6-րդ անգամ, կազմակերպել ենք բազմաթիվ հանդիպումներ, սեմինարներ, նաև networking միջոցառումներ, մենք դրան beer up ենք անվանում, հավաքվում են գարեջրի շուրջ, մարդիկ իրար հետ զրուցում են, շատ բաներ են կարել, համայնք ենք ստեղծել Facebook-ում, Discord-ում 2000 մոտարապես մասնակից կա Facebook-ի պլատֆորմում, 600-ից ավել Discord-ում, այսինքն ինչ որ բաներ արել ենք այս 10 տարվա մեջ, բայց վերջերս հասկացանք, որ դա քիչ է ու հիմա նոր ծրագիր ենք սկսել, որը կոչվում է Nur Coaching Program եւ դրա նպատակը հետեւյալն է, որ բազմաթիվ մարդիկ կան, ովքեր շատ ուզում են խաղեր ստեղծել, բայց չգիտեն ոնց անեն, ոնց հաջողեն։ Գիտելիքի պակաս կա։ Եվ այդ այնպեսի գիտելիքա, որ դու չես կարա, ասենք YouTube-ում ինչ որ տեսանյութով սովորես։ Տեսանյութով կսովորես ոնց այսպիսի բան անել, բայց չես հասկանա, թե երբ անել, ինչ անել, այսինքն կոնկրետ քո պրոյեկտի վերաբերյալ քեզ ոչ մեկ չի օգնելու։ մոտեցման։ Այո։ Հիմա հավաքել ենք խմբեր, առաջի պիլոտային ծրագիրը արդեն սկսել ենք, 1 ամիս է արդեն ընթացքի մեջ է, on-line հանդիպում ենք շաբաթը 1 ու այդ գիտելիքի պակասն ենք լրացնում, որ մարդիկ, ովքեր շատ ուզում են խաղեր ստեղծեն, կարողանան խաղեր ստեղծել, դա դարձնեն իրենց մասնագիտությունը։ Դա կլինի վերջում ընկերություն հիմնադրելով, դա կլինի հետո աշխատաշուկային որպես աշխատակից միանալով, միգուցե պատվերներ անել, միգուցե սեփական product ստեղծել, էական չի, որ թիմին ոնց որ կստացվի, ոնց հարմար կլինի, բայց կարևորը այն է, որ մասնագետների քանակը շատանա եւ թիմերի քանակը, ընկերությունների քանակը շատանա։ Ու 3 փուլից է բաղկացած, առաջի փուլում իրանք սովորում են ուղղակի կլոն անել, հա, որպեսզի ուղղակի տարական հմտություններ սովորեն թիմով աշխատել, սովորեն ֆիդբեքներ տալ եւ լսել։ Հաջորդ փուլը արդեն սկսում են ստեղծագործական աշխատանք, այսինքն նոր խաղի գաղափար են, հասկանում են շուկայում ինչ կա, ինչի պակաս կա,
հետո գաղափարն են սկսում նկարագրել, հետո այդ գաղափարը ստեղծել, արդեն դարձնել պրոյեկտ, պրոտոտիպ, նախատիպ, հետո այդ նախատիպը արդեն փորձարկել ռեալ մարդկանց հետ, ֆիդբեքեր ստանալ, լավացնել, իտերացնել, այդ երկրորդ փուլն է, եւ երրորդ փուլը արդեն այդ իրենց գիտելիքներն ու կարողությունները ֆինանսի շահույթի վերածելու կտորն է, որ պետք է օգնենք, հասկանանք, որ թիմին ինչ ցանկություն ունեն ու ինչ ֆորմատով կարելի է օգնել, որ իրենք կարողանան իրենց գիտելիքներն արդեն մոնետիզացնել։ Ինչպես են ձեզ գտնում, ոնց եթե մեր ռադիո լսողների մեջ եւ ռադիո դիտողների մեջ կան մարդիկ, ովքեր ուզում են միանալ ձեր համայնքին, ոնց կարող են ձեզ գտնել։ Հետևում են Nur Games-ի էջերին, միանում են Armenian Game Developers Association հարթակներին, այդ որ ասում էի, մենք համայնքներ ենք ստեղծել, անունը այդպես է Armenian Game Developers Association, կարճ AGDA։ Այնտեղ մենք այդ հայտարարությունների մասին անընդհատ տեղեկացնում ենք, կտեսնեն խումբ գրանցվում են, 50 հոգի հավաքվում են, նոր խումբը սկսում ենք։ Հիմա այս պահին ընթանում է առաջի խումբը, սպասում ենք հաջորդ 50 հոգուն, այնպես որ սիրով թող եթե ուզում են, եթե ծրագրավորում գիտեն, եթե գիտեն 3D մոդելավորում, իլյուստրացիա, նկարչությունից են լավ, երաժշտությունից, որ հավաքվել էինք, նաև երաժիշտ ունենք, որ խաղերի ձայնային ձևավորումներ անում, խաղերի նախագծող են, խաղերի գաղափար ունեն, հա, կարող են խաղի գաղափար տալ, կանոնները խաղի տալ, թե այդ խաղում խաղացողը ինչ կարող անի, ոնց է դա անելու, որն է իր նպատակը լինելու, այս բոլոր մարդիկ, ովքեր որ այս բաներին քիչ թե շատ տիրապետում են, գալիս են, գրանցվում են, հետո մենք արդեն օգնում ենք իրենց թիմեր կազմել, մարդիկ կան թիմերով են գալիս, մարդիկ կան գալիս թիմերի են միանում, այնպես որ ինկուբացիա է շատ նման կարծես, հա։ Հա, շատ սկզբնական փուլի ինկուբացիա է, շատ։ Այսինքն իրանք գաղափար չունեն, նույնիսկ թիմ չունեն, այդ պրե-ինկուբացիա ավելի վիճակական, թե ինկուբացիա ու վերջում արդեն ցանկալի է հասնել ինկուբացիայի ակսելերացիայի։ Դրա միտք ունեք, որ հետո նաև ինկուբացիոն Քանի որ պիլոտային է, մենք ավելի շատ հարցեր ունենք, քան պատասխաններ, բայց մենք հասկանում ենք, որ անելով ենք այդ պատասխանները ստանալու։ Պիտի անես, հասկանաս մարդիկ ինչի կարիք ունեն, ոնց կարելի է այդ կարիքը բավարարել, ոնց կարելի է պարտներներ գտնել, այմա նաև պարտներների փնտրտուքի մեջ են, գտնում ենք այնպիսի ընկերություններ, այնպիսի կազմակերպություններ, որոնք օրինակ փնտրում են թիմեր ինկուբացիայի ակսելերացիայի համար կամ կարող են տեղ տրամադրել, որտեղ որ մեր միջոցառումները պետքա չէ, համայնքը անընդհատ հանդիպի, իրար հետ անձնական հարաբերություններ սկսեն ձևավորել, շփվել, վստահություն, մի խոսքով այդ բոլոր ուղղություններով փորձում ենք հասկանալ ինչ կարելի է անել, որպեսզի այդ մեքենան սկսի աշխատել, ու ամենակարևորը այդ մեքենան ինքը պետքա կայուն լինի, այսինքն չպիտի ինքը իրանով, այո, ինքնաբավ պետքա լինի։ Աստիճան նաև օգնելու եք թիմերին դուրս գալ շուկա։ Հա։ Դուք ձեր համար դա անցած ճանապարհ է, չէ՞։ Կուզեի մի քիչ պատմել, որոնք են այն խաղերը, որով ձեզ կարող են ճանաչել ու նաև կարող ենք հպարտանալ ինչ որ տեղերում, հատկապես մեր միջազգային ընկերների շրջանում։ Հա, սիրով։ Մենք 4 հիթ խաղ ենք ստեղծել։ Սկզբնական շրջանում մենք զբաղվում էինք պատվերներով, 18 թվականից արդեն ոչ մի նոր պատվեր չենք վերցրել, ստեղծել ենք միայն մեր խաղերը, 4 հիթ խաղ ունենք, երկուսը դրանցից Միացյալ Նահանգների այդ App Store-ի եւ Google Play-ի առաջի հորիզոնականն են հասել, ընդ որում կա խաղերի մասով առաջի հորիզոնական ու կա բոլոր application-ների մասով առաջի հորիզոնական, այդտեղ նաև արդյունք ունենք, որ բոլոր, այսինքն download-ների քանակով գերազանցում ես Facebook-ին, Instagram-ին, WhatsApp-ին, տենց մի խոսքով։ Հիմա որ երրորդ տեղում ենք։ Հիմա էլ չէ, ոնց որ խաղերը միշտ իրենք պիկն են ունենում, այդ լավագույն ժամանակ ինչքան կարողանում են բարձրանում են, դրանից հետո արդեն իրենք իջնում են ու խաղային թիմերի գործը այնա փորձել հիմնականում պահել, մեկ-մեկ կարողանում են մի փոքր էլ բարձրացնել, բայց այն սկզբնական շրջանի պիկին էլ հասնելը անհնար է, որովհետև
այդտեղ կարևոր է նորության ֆակտորը ու երբ որ նորա ու լավն է ընկալում շատ բոլորը արձագանքը ուրիշ ձև է հետո ինքը արդեն սկսում են կրկնօրինակել մյուս թիմերը օրինակ մեր առաջի խաղը Lumbercraft-ը ստեղծումից հետո ստեղծվել է ենթաժանր խաղերի այսինքն այդ խաղի ստեղծումը բերել է ենթաժանրի ստեղծման ու մինչև հիմա նմանատիպ բազմաթիվ խաղեր են հրատարակվում ու էլ երբեք այդ նույն այդ hype-ը չի կարա լինի այդ ժանրի շուրջ, այդ ենթաժանրի շուրջ, որտեղ մարդիկ արդեն պատկերացնում են, գիտեն ինչ են սպասում, իսկ այն ժամանակ լրիվ նոր էր։ Մեր մյուս խաղը Basket Battle-ը չկարողացավ ենթաժանր ստեղծել, բայց բազմաթիվ մարդիկ փորձել են դրա այնքան գրավիչ ա եղել, որ փորձել են կլոնավորեն եւ նույնիսկ մի 3-4 հաջող ոչ թե կլոներ, այլ դրանից ոգեշնչված, բայց էլի նոր պրոյեկտներ վերափոխված այո, ինչ որ ինքը նոր արժեք կարողացել են վերջ-վերջո ստեղծել, բայց ակնհայտ երևում է, որ այդ խաղի ազդեցությունից է ոգեշնչված այդ երկու խաղի համար հատկապես հպարտանում ենք, բայց մյուսներն էլ top 5, top 10 հասել են, մյուս երկուսը, այնպես որ մենք top 1-ին սովորել ենք, top 5-ին արդեն մի քիչ բան ենք անում, մեծ ամտացել էինք մի քիչ Հիմա ունեք նոր Հիմա նորի վրա ենք աշխատում, մի քիչ ժանրն է փոխվել, առաջ hyper casual խաղերի ժանրում էինք, հիմա անցել ենք hybrid casual, եթե կարճ ասեմ, որտեղ բառերը կարող է ոչինչ չասի, hyper casual-ը այն ամենապարզ խաղերի ժանրն է, որը որ շատ կպչուն է, մարդիկ ուզում են շատ խաղան, ինքը նոր է, ինքը շատ հետաքրքիր է, բայց նաև անելիքը խաղում շատ պարզ է ոչ մի այն ժամանակին կային չէ արկադային խաղեր որ կոպեկը գցում էր ու խաղում էր պետք չէր սովորել պետք չէր կարեր ուղղակի կոպեկը գներ ու խաղայր այ պատկերացրեք այդ նույն բարդության խաղեր են ուղղակի հեռախոսների պլանշետների համար դրանք hyper casual խաղերն են hybrid casual-ը արդեն մի փոքր ավելի խորը եւ այլ մոնետիզացիոն մոդելով ոչ թե գովազդերով հիմնականում մոնետիզացվող այլ խաղի մեջ կոչվում են in-app purchase-ներ, այսինքն խաղի մեջ ինչ որ ռեսուրսներ կա, ինչ որ բաներ կա, որ կարելի է գնել, որ բանալիներ ես գնում։ Հա, ինչ որ բաներ ես գնում, որ քեզ խաղի մեջ պետք է այդ տեսակի մոնետիզացվող մոդելն է, ու հիմա արդեն անցում ենք կատարել այդ տեսակի ժանրի խաղի վրա, հիմա աշխատում ենք մեր 5-րդ հիթի վրա։ Իսկ գումարային շատ խաղեր եք ստեղծել, եղել են խաղեր ստեղծեք, որոնք չեն հասել որևէ տեղ։ Շատ։ Խաղային ոլորտը ինքը թվերի մասին է, այսինքն հնարավոր չի պլանավորել, որ ես հիմա ուզում եմ հիթ խաղ սարքեմ ու սարքել։ Դա կատարվում է այսպես, դու ամեն անգամ մտածում ես ինչը կարող լիներ հիթ, սարքում ես, սովորաբար ինքը չի լինում հիթ, դրանից ինչ որ եզրակացություն ես անում։ Հաջորդը մի փոքր ավելի մեծ շանս ունես, որ հաջորդ գաղափարը հիթ կարա դառնա։ Ու տենց մենք օրինակ առաջի մեր հաջողությունը, որ ունեցել ենք, դա եղել է մեր 60-րդ խաղի գաղափարը, այսինքն մենք 59 խաղի գաղափարը հավատացել ենք, որ կարա լավ լինի, սարքել ենք, ընդ որում այդ 59-ից մի մասը ինչ որ մետրիկաներով նշաններ են տվել, որ այո, սա իրոք հետաքրքիր բան կա, մարդիկ հետաքրքրված են եւ կա 3, կա 4 իտերացիա արել ենք, այսինքն եթե նայենք միգուցե 70-80 անգամ մենք հավատացել ենք, որ այ հեսա կունենանք այդ հիթ խաղը, մինչև ունեցել ենք, դրա վրա 3 տարի է ծախսվել, հա, բայց դրանից հետո արդեն որ հմտությունը ավելի մեծ էր, արդեն հաջորդը ոչ թե 60-րդ գաղափարը աշխատեց, այլ 20-րդ գաղափարը, բայց մեկը դու այդքան անգամ սխալվում ես, մինչև գտնես հաջորդ հիթ խաղը, ինքը այդպիսի բան է, ընդ որում դիմացկունություն է պահանջում, այսինքն եթե դու չունես այդ դիմացկունությունը, այդ 60 կամ 20 անգամ անելը համարես ուսումնական, հա, հետազոտական process, այլ համարում ես, որ դու արեցիր, չստացվեց, fail եղավ, հոգեբանորեն շատ ծանր է, destructive է ու չես հասնելու այդ հիթին։ Հիշացրեց Էդիսոնի խոսքերից մեկը, որ ասաց 999 անգամ ոչ թե։ Այո։
բայց լավ չեմ հիշում խոսքը։ Ասма ես ոչ թե սխալվել եմ, այլ ասենք 1000 անգամ իմացել եմ ինչու չի աշխատում։ Այսա չի աշխատում, օքեյ, էլ ինչու չի, այնքան մինչև գտնեմ աշխատող տարբերակը։ Բայց իրականում հա շատ մեծ դիմասկունություն ու մեծ մոտիվացիա պահանջում։ Այո, սեր, մեծ սեր աշխատանքի նկատմամբ։ Ստեղծագործելու, նոր ստեղծելու, նոր արժեք ստեղծելու, հետաքրքիր է։ Իրականում այս դիտանկյունից երբեք ես խաղերին չէի նայել։ Հիմա նույնիսկ իմ մոտ ցանկություն առաջացավ ինչ որ խաղ մտածել, ստեղծել։ Բայց կուզեի նաև մյուս կողմից, հա, ինձ միշտ նաև հետաքրքիր է ինչի են մարդիկ խաղում։ Ինչն է, որ իրենց ստիպում է տենց նոր խաղեր փորձարկել, ինչ որ լեվելներ անցնել։ Չէ՞ որ դա վիրտուալ աշխարհում է, դա իրականություն չի, ու արդյոք դա չունի դեստրուկտիվ մաս մարդու համար։ Շատ լավ հարց է։ Մարդիկ խաղում են շատ տարբեր պատճառներով, կա տեսություն, որը որ նկարագրում է մարդու մոտիվացիաները, ինչի կարա մարդը ուզենա խաղա։ Մի քանի տարբեր տեսություն կան, բայց մոտ են իրար, ընդհանուր առմամբ գաղափարը հետևյալն է, մարդը օրինակ ունի կարիք համագործակցելու կամ ունի կարիք մրցակցելու, մարդը ունի կարիք ստրատեգիաներ մշակելու կամ սուր զգացողությունների, հա, կա բնականից մենք այդ բանի տարբեր այդ կարիքները ունեցել ենք ու խաղը ըստ էության արհեստական միջավայր է, որը թույլ է տալիս ապահով պայմաններում այդ զգացումները ունենալ։ Հաճախ մարդիկ խաղում են այդ զգացումների, այդ էմոցիաների ստանալու համար, շատ տարբեր են խաղերը, շատ տարբեր կարիքներ կարան բավարարեն, ու բոլոր այդ կարիքները հոգեբանական կարիքներ են, էմոցիոնալ հուզական կարիքներ են։ Դեստրուկտիվի մասով շատ կարևոր հարց է, ես երկար եմ մտածել, պարզա որ շատ խաղեր կան, որ կախվածություն են առաջացնում, հատկապես ես էլ ունեմ դպրոցական տարիքի երեխաներ, ես էլ հաճախ ասում եմ հերիքա խաղակ, հերիքա չգիտեմ, այդ շորթերը նայեք եւ այլն։ Ես եկել եմ հետեւյալ եզրակացության, որ խաղերի մեջ բազմաթիվ օգտակար բաներ կան եւ սխալ օգտագործելու դեպքում կարելի է շատ մեծ վնաս ստանալ, բայց նույնը կարելի է գտնել մնացած բոլոր բաներում։ Օրինակ իմ սեղանին դրած է ջուրը օգտակար է թե վնասակար, նայած ինչքան ջուր է, նայած ինչ պայմաններում, այսինքն ջրից կարելի է կյանք ստանալ ու նաեւ կարելի է կյանքից զրկվել։ Հա, հիմա այս իհարկե ավելի չափազանցված օրինակ է, բայց խաղերի դեպքում էլ եթե դու ճիշտ չես օգտագործում, չափից շատ ես օգտագործում, միգուցե քո տարիքին համապատասխան խաղեր չես խաղում, ծնողը չի հետևում, երեխան ինչով է զբաղված, այո, կարա լինի շատ դեստրուկտիվ։ Կուզեի անդրադառնանք արհեստական բանականության զարգացումներին, որտեղ ինքը բոլոր ոլորտներ մտնում է, ինչ է սպառնում խաղային ոլորտին արհեստական բանականության զարգացումը։ Ես սպառնալիք չեմ տեսնում։ Մենք արհեստական բանականություն օգտագործում ենք, բոլոր մասնագետներն են մեր օգտագործում եւ վիզուալ մասով, հա, ինչ որ կոնցեպտներ են գեներացվում, հետո դրանք մշակվում են այն ուղղությամբ, որ մասնագետը ուզում է, ծրագրավորման մասով արհեստական բանականությունը օգնում է կոդ գեներացնել ավելի արագ, review անել այդ կոդը լավացնել։ Այսինքն ընդհանուր առմամբ բարձրացել է ձեր էֆեկտիվությունը այդ իմաստով։ Որ ասեմ, տենց շատ թռիչքաձև բարձրացել է, չէ, ինձ թվում է արհեստական բանականության մասով շատերի սպասելիք շատ ավելի մեծ էր, մտածում էին, որ հեսա կգան, բոլորի աշխատանքը կտանեն, ակնհայտ երևում է, որ դա այդքան էլ տենց չի, բայց դա էլ ստանդարտ բան է, չէ, միշտ տենց նոր տեխնոլոգիան, որ գալիս է, այդ hype cycle-ն է լինում, բոլորը մտածում են հեսա ամեն ինչ փոխվելու է, հետո հիասթափվում են, մտածում են ոչինչ էլ չփոխվեց, հետո հասկանում են ինչ որ բաներ ամեն դեպքում օգտակար եղավ։ Հիմա դրան ավելի տենց թեթև ենք վերաբերվում, հասկանում ենք, որ դա գործիք է, այո, դա ինչ որ բաներ լավացնում է, ընթացքում այդ գործիքը էլի կլավանա, բայց ես առայժմ չեմ տեսնում, որ մեր ոլորտում sense ինչ որ աշխարհացունց փոփոխություններ են լինում։ Այդպես ու սպառնալիքի մասով չեմ կարծում եմ գործիք է, որը էլի ուղղակի պետքա ճիշտ օգտագործես։
Շատ լավ, շատ շնորհակալ եմ Նարեկ։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի ռադիո լսողներ եւ ռադիոդիտողներ, դուք լսում կամ դիտում եք Tech Համայնք հաղորդաշարը Tech Shop-տվա շրջանակներում։ Հիշեցնեմ, որ Tech Shop-ին իրականություն է դառնում առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության եւ գործարար ալիքի համագործակցության շնորհիվ։ Շնորհակալություն, կհանդիպենք մյուս 5 շաբթի։